Ծաղկազարդի խորհուրդը մեծ է մեր կյանքում եւ այսօր, որ խորհրդաբանորեն մենք անում ենք, մանուկներին ենք օրհնում, մարդ, որը Տիրոջ հետ թե դժվարությունների ժամանակ եղավ, ինչպես Հովհաննես առաքյալը օրինակ, որ ամեն ուր եղավ Տիրոջ հետ։ Հենց այնպես չէ պահեցողությունը մեր այս շրջանին, պահքով, անձը քննելով, բոլորը բարկության մեղքի մեջ են, օրվա պատգամը դիմավորել Քրիստոսին իբրև երկնային թագավոր, ոչ թե երկրավոր։ Այո, ցավ էր ապրում, որտեղ Տերը ամեն ինչ գիտի։ Քարը քաղաք են, բայց մարդը անձնիշխան է, մարդը քարի պես չէ։ Եվ երբ որ ծաղկազարդի օրը բացվում է վարագույրը, մարդիկ մոտենում են հաղորդության, առաջին հերթին պետք է հասկանան ինչ տվեց 40 օրը իրենց։ Յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր քայլերի համար։ Աստված օրհնի։ Տեր հայր, շատ շնորհակալ ենք, որ այսօր մեր տաղավարում եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տեր հայր, մեծ պահքը այն շրջանն է, երբ կարծես մենք գնում ենք դեպի Տերը, եւ ծաղկազարդին կարծես խորհրդանշորեն Տերն է գալիս դեպի մեզ։ Այս հաղորդման ընթացքում փորձենք հասկանալ ինչպես դիմավորել Տիրոջը։ Երբ Քրիստոս մտավ Երուսաղեմ, քաղաքի բնակիչները նրան դիմավորեցին ինչպես վայել է փրկչին, որովհետև սպասում էին առաջնորդի, բայց օրեր անց այդ նույն ժողովուրդը պահանջեց նրան մահվան դատապարտել։ Ինչու՞։ Արդյոք Քրիստոս այն առաջնորդը չէր, որին նրանք սպասում էին։ Նախ մարգարեության մեջ գրված է, որ պետք է թագավորը գա հավանակի վրա նստած եւ մանուկները եւ ժողովուրդը, ովքեր ձիթենու եւ արմավենու ճյուղերով ընթառաջ դուրս եկան Աստծուն, դիմավորելու եւ աղաղակում էին օրհնյալ է նա, որ գալիս է Աստծո անունով, եւ օրեր անց այդ մարդիկ ասացին, որ խաչը հանեք դրան։ Այսինքն ինչ է տեղի ունենում այստեղ։ Տիրոջը դիմավորեցին իբրև Տեր, իբրև Մեսիա, Դավթի տոհմից, թագավոր, որը պետք է գար թագավոր էր, որը պետք է ազատեր իրենց պատկերացմամբ հռոմեական լծից, բայց Տերը ավելի շատ ցանկանում էր, որպեսզի մարդը դառնա դեպի երկինք, եւ ինչպես ավետարանում է գրված, երբ որ հասավ Երուսաղեմ, Տերը հուզվեց, լավ հիշում ենք, եւ մուտք գործելով, հաղթական մուտք գործելով Երուսաղեմ քաղաք, որտեղ որ պետք է կատարվեր գրվածքները, վերջին ընթրիքը, խաչելությունը եւ այն Տիրոջ խոսքը, որ պետք է հարվածեն հովին, հոտը պետք է ցրվի, այդ ամենը տեղի ունեցավ։ Մեր պատկերացման մեջ բոլորս էլ ակնկալում ենք, որ Տերը պետք է գա մեր կյանք եւ մենք խնդրում ենք, որպեսզի Տերը գա, բայց շատ հաճախ մեր ակնկալիքը ավելի նյութեղեն է եւ մենք մտածում ենք աշխարհիկ ձևով, որ Տերը գա, մեզ ազատի, մենք էլ այսօր խնդիրներ ունենք եւ կարող ենք մտածել, որ մի թագավոր գա, մեզ ազատի, մեր խնդիրները լավ լինի, մի լուծում ստանան, բայց Տերը սրա մասին չէ, որ խոսեց, որպեսզի մարդը երկինք բարձրանա։ Նա չէր եկել ազատելու հռոմեական լծից։ Նա եկավ, որպեսզի խաչը բարձրանա մեր բոլորիս մեղքերի համար։ Բայց ցավոք ոչ ոք Երուսաղեմում դա չընկալեց։ Եվ ոչ ոք չընդունեց։ Բայց Տերը եկավ խոնարհաբար, խաչը բարձրացավ մեզ համար։ Ծաղկազարդի խորհուրդը մեծ է մեր կյանքում եւ այսօր, որ խորհրդաբանորեն մենք անում ենք, մանուկներին ենք օրհնում եւ ուռենու ճյուղեր ենք օրհնում, բաժանում ենք հավատավոր ժողովրդին, որպեսզի հավատքի մեջ ամուր լինեն եւ Տիրոջը ընթառաջ գնան, դիմավորեն Տիրոջը ուրախությամբ, ցնծությամբ, Օվսաննա բացականչելով։ Հիշում ենք, երբ որ փարիսեցիներից որոշները Տիրոջը ասացին, որ լռեցնի աշակերտներին, որպեսզի չաղաղակեն, Տերը ասաց, որ եթե նրանք էլ լռեն, քարերը կխոսեն։
Սա է բուն իմաստը մեր ծաղկազարդի հաղթական մուտք Երուսաղեմ եւ չկապել դա երկրայինի հետ, այլ երկնայինի հետ, որպեսզի մենք կարողանանք ավելի բարձր նայել դեպի Տեր, որպեսզի ամեն մարդ ընկալի, որ ինչ էլ որ կա նյութեղեն, դա անցողիկ է։ Երբ որ Տերը մտավ Երուսաղեմ, շատերը ասում էին լավ կլինի, մենք կփրկվենք, լավ կապրենք, բարեկեցիկ կլինենք, սա կունենանք։ Վստահ եմ, եթե այսօր էլ գա Տերը, նույնն են ասելու բոլորը։ Ասելու են, ինչ լավ եղավ, որ եկավ, մենք լավ կապրենք, մեր երեխաները լավ կլինեն, բայց Տերը ուզում է, որ մարդիկ հավիտենական լավ լինեն, ոչ թե թվացյալ 100 տարի լավ լինեն, այլ լինեն մշտադալար, հավիտենականության մեջ, ընկալելով ով է Տերը իրենց կյանքում եւ ինչ է Տերը տվել մեզ։ Անձ, որը կնվիրվի Աստծուն, իր կյանքը կնվիրաբերի Աստծուն եւ Աստծո հետ կշարունակի մինչեւ վերջ, մինչեւ իր վերջին շունչը, այդ անձը բնականաբար փրկության կարժանանա։ Անկախ նրանից կողքի մարդիկ ինչ կասեն հոգեվորի մասին, տվյալ անձը պետք է ձգտի դեպի սրբության։ Մարդ, որը Տիրոջ հետ թե դժվարությունների ժամանակ եղավ, ինչպես Հովհաննես առաքյալը օրինակ, որ ամեն ուր եղավ Տիրոջ հետ, թե դժվարությունների մեջ, թե իր խաչի կողքին։ Երբևիցե պետք չի վախենալ, թե ինչ կլինի մեզ, եթե մենք Տիրոջը հետևենք, ինչքան էլ ծանր լինի ճանապարհը։ Եթե մենք Աստծո հետ ենք, մենք խնդիրներ չունենք։ Հոբը վառ օրինակ։ Տեր ստացվում է տոնելով ծաղկազարդը մենք կարծես դիմավորում ենք Տիրոջը մեր կյանք, բայց ինչպես պիտի դիմավորենք։ Առաջին հերթին դիմավորում ենք պահքով։ Հենց այնպես չէ պահեցողությունը մեր այս շրջանին, պահքով, անձը քննելով, ինչ ենք արել մենք Աստծո համար, ինչ սխալներ ենք գործել մենք մեր հարազատների առջև, ընդհանուր քննելով այդ ամենը մենք կարողանանք հասկանալ, թե ինչպես է Տերը մաքրում մեզ։ Եթե մենք տեղ չունենանք Աստծո համար, Տերը չի բնակվի մեր մեջ։ Եթե մենք անընդհատ բամբասենք, դատապարտենք, Աստված մեզ հետ գործ չունի այդ դեպքում։ Տերը հայտնվում է այնտեղ, որտեղ ազատ տեղ կա մարդու սրտի մեջ։ Եվ եթե մեր սիրտը ազատ է, Տերը մեր մեջ կբնակվի։ Տեր ստացվում է մեր ներսի աղմուկը կարող է խանգարել այդ անիմաստ աղմուկը։ Այո, այսօրվա իրականության մեջ եւս առավել այս դարում մարդկանց զբաղվածությունները շատ են, մարդկանց մտահոգությունները շատ են, մարդիկ գրեթե չեն հասնում ոչինչ անել, բոլորը բարկության մեղքի մեջ են գրեթե, անընդհատ, թե վարորդները, թե հետիոտները, թե ընտանիքի անդամները, թե երեխաները, թե ծնողները, թե տատիկները, թե պապիկները, բոլորի միջից անդորը կորել է։ Եվ սա ինֆորմացիոն դաշտի շատ լինելն է, որ մարդը չի հասցնում ընկալել ինչ է կատարվում։ Իսկ երբ որ մենք ընթերցում ենք Սուրբ Գիրք, ընկալում ենք, հասկանում ենք, աշխատում ենք զերծ մնալ այդ ամենից։ Տեր ստացվում է, որ ծաղկազարդը առիթ է ոչ միայն ուրենու ճյուղեր տուն հասցնելու, այլև մեր ներսը նայելու։ Այո, անշուշտ։ Առանց դրա մենք չենք կարող Աստծուն դիմավորել եւ Աստծո հետ լինել։ Եթե մենք չպետք է լինենք Տիրոջ հետ, մենք չենք լինելու։ Մեզ պետք չի մենք ապրենք 100 տարի բարվոք կյանքով, այնուհետև չլինենք։ Մեզ պետք է, եթե դժվարություններ էլ է նախասահմանված Աստծո կողմից, որ մենք պետք է կրենք, մեր լավի համար։ Ինչպես կրեցին առաքյալները։ Ճիշտ է, սկզբում փախան շատերը, մնաց միայն Հովհաննես առաքյալը։ Բայց հետո Տիրոջ հրաշափառ հարությունից հետո բոլորը տեսան, ամրապնդվեցին հավատքի մեջ։ Այնուհետև համբարձումից հետո բոլորը պատրաստ են իրենց կյանքը տալ։ Նույն Պետրոսը, որ 3 անգամ ուրացավ, այնուհետև 3 անգամ Տիրոջը ընդունեց։ Եվ ասաց Տիրոջը վերջին 3-րդ անգամ, որ դու լավ գիտես, քեզ ինչքան եմ սիրում։ Տեր ստացվում է օրվա պատգամը ո՞րն է մեզ համար ծաղկազարդի։ Օրվա պատգամը դիմավորել Քրիստոսին իբրև երկնային թագավոր, ոչ թե երկրավոր։ Տերը չեկավ երկրավոր թագավոր լինելու,
Մենք հիշում ենք Ավետարանում տողեր կար, երբ որ ժողովուրդը որոշեցին Տիրոջը գալ տանել թագավոր դարձնել, Տերը հեռացավ։ Նա իմացավ այդ մտքի մասին, որ Քրիստոսի մասին լսել ենք, ուզում ենք թագավոր դարձնենք, եւ Տերը հեռացավ, որպեսզի չգտնեն իրեն։ Նրա իմաստը մարդեղացման Տիրոջ գալուստը թագավոր ոչ թե երկրավորի մասն էր, այլ երկնավորի, հավիտենական։ Տերեր, բայց երբ դիմավորում էին Երուսաղեմում Տիրոջը, Տերը գիտեր, չէ, որ սպասում են, որ նա պետք է երկրավոր առաջնորդ լինի, բայց նա հուզվեց այնուամենայնիվ, որ իրեն այդպես դիմավորում են։ Այո, ցավ էր ապրում, որտեղ Տերը ամեն ինչ գիտի։ Տերը ամեն ինչ գիտի, եւ սկիզբը եւ վերջը։ Բայց ասաց, որ անգամ քարերը կաղաղակեն։ Բնականաբար քարը կաղաղակեն, բայց մարդը անձնիշխան է, մարդը քարի պես չէ։ Մարդը հնարավորություն ընտրելու եւ լավը եւ վատը, եւ բարին եւ չարը։ Դրա համար հիշում ենք, երբ որ Պիղատոսը ասաց ում ազատեմ, Բարաբային թե Հիսուսին Նազովրեցուն, բոլորը ասացին Բարաբային։ Հուսախաբ էին եղել մարդիկ, որտեվ Տերը չեկավ, որ իրենք լավ ապրեն։ Իսկ Բարաբան գուցե հնարավորություն տար մնացածին պայքարելու, ազատագրական պայքար սկսելու եւ ազատվելու հռոմեական լծից, որը ցնորք էր այն ժամանակ։ Տերը մի փոքր էլ այդ խորհրդանշական պատկերների մասին խոսենք։ Տերը երբ մտավ ավանակին նստած, դա հենց վկայում էր, որ չի եկել որպես արքա երկրավոր, չէ՞։ Ահա Տերը գալիս է նստած ավանակի վրա, Մարգարեն է ասում։ Եվ Տիրոջ մուտքը իդեպ ավանակը հենց Ավետարանում է գրված, այնպիսի ավանակ էր, որի վրա ոչ ոք դեռ չէր նստել։ Եվ Տերը առաջինն էր։ Եվ սա մարգարեության մեջ է գրված։ Ամեն ինչ խորհուրդ ունի, թե այն ժամանակ, թե այսօր, մարդու կյանքում։ Մենք էլ խորհրդաբանորեն մինչ այսօր նշում ենք յուրաքանչյուր տոնակատարություն մեր Սուրբ եկեղեցու եւ Սուրբ ավանդության։ Եվ պատրաստում ենք Ծաղկազարդին, ինչպես նաեւ ավակ շաբաթի։ Եվ այնուհետև բոլոր տոնակատարություններին, խորհրդաբանորեն։ Մենք չենք կարող ասել դա հեքիաթ է եղել, որտեղ նույնիսկ այն անձինք, ովքեր հավատք չունեն, վստահ են, որ դա եղել է, որովհետև չես կարող ասել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Տերը չի հաստատել, կամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 13-ից 14 տարի խորվիրապում չի եղել։ Եթե եղել են, Տերը եղել է։ Սա ասում է գիտնական, բայց հավատքով մարդը վստահ է, կարդում է, հասկանում եւ վստահ է, որ այդպես էլ եղել է։ Մենք էլ սպասում ենք մեր Տիրոջը, որպեսզի Ծաղկազարդին դիմավորենք իրեն, որպեսզի վերջին ընթրիքը իր հետ անենք հաղորդության խորհրդի հաստատման օրը եւ երբևիցե չդավաճանենք իրեն, չփախչենք։ Տերեր Արմավենու եւ Ձիթենու ճյուղերը խորհրդանշում էին արքային դիմավորելու խորհուրդ ունեն, բայց մեզ մոտ Ուրենի ենք։ Մեր տարածաշրջանում չկա։ Կան նաև որոշ հատվածներ, որտեղ Ձիթենու ճյուղեր կան, բայց դժվար է բերել։ Մեզ մոտ ավելի առկա է հենց Ուրենու ճյուղերը, որոնք հեշտ են ձեռք բերվում մարդկանց կողմից եւ մարդիկ գալիս են դեպի եկեղեցի օրհնելու կամ գալիս են եկեղեցի օրհնված ճյուղերը տանելու համար։ Տերեր, ես պատրաստվելով այս հարցազրույցին Ուրենու հետ կապված մի հետաքրքիր բան կարդացի, որ կարծում եմ ես մեր խորհրդի հետ շատ կապ ունի։ Ուրենու կտրված ճյուղը հողի մեջ տնկվելով արմատակալում է եւ աճում։ Այդպես էլ քրիստոնյաները կտրվելով նախկին հեթանոսական սովորույթներից արմատավորվեցին ճշմարիտ հավատքին։ Այո։ Եվ Ուրենու ճյուղերը ոչ թե վեր են բարձրանում, այլ խոնարհվում են։ Սա էլ ցույց է տալիս մեր խոնարհությունը։ Ամեն։ Ամեն ինչ գալիս է խոնարհությունից։ Ինչպես մեր Տերը խոնարհվեց, որպեսզի մենք բարձրանանք դեպի երկինք։ Տերեր նաև մի փոքր էլ ընդգծենք, որ մարդիկ ոչ թե այդ օրը առավել շատ մտածեն այդ խորհրդանշական Ուրենու ճյուղերը տուն հասցնելու մասին, այլ օրվա խորհուրդը իրապես հասկանալու մասին, մասնակցելու պատարագին։ Մեծի պահոց օրերի ընթացքում յուրաքանչյուր հավատացյալ ցանկանում է մոտենալ հաղորդության։ Եվ երբ որ պահեցողության մեջ ես,
քո երազանքն է հասնել ավագ շաբաթին։ Եվ երբ որ ծաղկազարդի օրը բացվում է վարագույրը, մարդիկ մոտենում են հաղորդության, առաջին հերթին պետք է հասկանան ինչ տվեց 40 օրը իրենց, մինչ ծաղկազարդը, ինչ արեցին իրենց կյանքում, ում ողորմություն տվեցին, ում հետ հաշտվեցին, ում ներեցին, ում չներեցին, ինչ տվեց Տեր իրենց կյանքում, ինչ մտածեցին, արդյոք իրենց մարդեղացման մասին նրանք մտածեցին, որ ինչու արարվեցին հենց այս դարում։ Այս ամենը մարդուն մտածելու տեղիք է տալիս, խորհելու, զղջում ապրելու և զղջմամբ, հավատքով, երկյուղով մոտենալ Սուրբ Հաղորդության, որը ամենակարևորն է։ Մենք մեր իրականության մեջ շատ ենք տեսնում, երբ որ մարդիկ գալիս են եկեղեցի ինչ-որ բան տանելու։ Օրինակ ճյուղ կտանեն, ճրագալույցին ճրագ կտանեն, կարակ յուղիորդնության ժամանակ կարակ կտանեն, հետո զատիկի օրը ձու կտանեն, բայց առաջին հերթին մարդը որպես քրիստոնյա պետք է հոգ տանի։ Եվ առաջին հերթին նա պետք է բերի դեպի տաճար, դեպի մայր եկեղեցի, որովհետև եկեղեցին է փրկությունը յուրաքանչյուր մարդու։ Եվ եթե մենք չենք գիտակցում դա, այլ սա էլ երկրավոր առևտրի է վերածվում, որ մենք գնանք ինչ-որ մի բան բերենք մեր տուն, բնականաբար ոչ մի օրհնանք չի լինելու, ինչքան էլ որ տվյալ նյութը օրհնված լինի։ Մարդը ինքը պետք է օրհնվի։ Եվ այս ամենը, ինչը որ մարդու շուրջ բոլորը կա, հենց մարդու համար է, որ մարդը փրկվի։ Ոչ թե ճյուղը կփրկի մարդուն, այլ ճշմարիտ գիտակցությունը կփրկի մարդուն։ Ոչ թե ձուն կփրկի մարդուն, այլ ճշմարիտ գիտակցությունը, որ մարդը գիտակցի, որ Տերը իր համար արյուն թափեց եւ այդ արյունը դարձավ կենարար եւ ազատվեց դժոխքից։ Մարդը եւ հնարավորություն ունի այսօր դեպի երկինք բարձրանալու իր քայլերով, ոչ թե հարևանի, բարեկամի, ընկերոջ, այլ իր քայլերով։ Յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր քայլերի համար եւ ամենակարևորը այս ընթացքին մարդը գիտակցեն։ Նրանք էլ ովքեր պահքի մեջ են, իրենք էլ պետք է գիտակցեն, որովհետեւ սա լավ շրջան է։ Եվ շատերը կան ասում մենք վերջի շաբաթը պահք կպահենք, որը ամենասարսափելին է մեզ համար։ Սա դառնում է մի փոքր առևտուր Աստծո հետ։ Եթե չեք պահում, մի պահեք, կամ եթե պահում եք, ամբողջը պահեք, որովհետև ով պահում է, թող պահի, ով ուտում է, թող ուտի, ինչպես Պողոս առաքյալն է ասում։ Մենք չպետք է ինքներս մեզ խաբենք, ասենք վերջի մեկ շաբաթը կպահենք եւ հետո ցնծանք, որ մեծ գործ ենք արել։ Բնականաբար 40 օր պահողը չի ցնծալու, որ բոլորս էլ գիտենք, շատերիս մոտ այնպիսի զգացողություն կա, երբ որ առաջի անգամ ինչ-որ բան ենք ճաշակում, մենք նմանվում ենք նախահորը Ադամին, որ երբ որ երեկոյան մենք ձուկ ենք ճաշակում, ճրագալույցից հետո, մենք գրեթե ափսոսանք ենք ապրում, որ մեր պահքը չշարունակվեց։ Եվ ամեն տարի գրեթե այս ափսոսանքը մենք ունենում ենք։ Չպիտի ցնծանք, ուրախանանք, որ ավարտվեց, մենք հիմա ամեն ինչ կարող ենք ուտել։ Պահեցողությունը մարդու հոգու համար է, հոգու, մտքի, մարմնի, մաքրության։ Եվ վերջապես պահքը միայն ուտել-չուտելու մասին չէ։ Բնականաբար մարդիկ կարող են խոսել, որ ես պահք եմ պահում, ես սա չեմ ուտում, նա չեմ ուտում, բայց մտովի դատապարտում է շատերին, որը այսօր շատ հաճախ մենք տեսնում ենք, մարդիկ պահքի մեջ են, ըմբոստանում են, չարանում են, չարախոսում են, բայց ասում մենք պահք ենք պահում։ Դա ավելի շուտ դիետա է, քան պահք է, որովհետև դու չես կարող չսիրել քո նմանին, քո եղբորը, քո քրոջը, բայց ասած ես պահք եմ պահում, նմանվում ենք ում։ Փարիսեցուն եւ Մաքսավորի, ովքեր այդ գեղեցիկ առակի մեջ են։ Տերը լավ նկարագրել է։ Մենք չպետք է ասենք պահք ենք պահում, ուրախանանք, հպարտության մեղքի մեջ ընկնենք, այլ խոնարհաբար, մեկս մյուսին սիրելով, ծառայելով եւ ամենագլխավորը Տիրոջ պատգամները կատարելով։ Սրանում է կայանում ամբողջ օրենքն ու մարգարեությունը։ Շնորհակալ եմ Տեր հետաքրքիր զրույցի համար։ Մենք ենք շնորհակալ, Տերը օրհնի։